Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը չեմպիոնական ստացվեց Հայաստանի համար։ Երկուական ոսկի ու արծաթ անհատական պայքարում, նաև թիմային արծաթ։ Առաջին մեդալը կանանց վազող թիրախ մրցաձևում էր, որի եզրափակիչը մեր հրաձիգները հայկական էին դարձրել։ Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը հաղթելով բոլոր մրցակիցներին ոսկե մեդալը վիճարկում էին միմյանց հետ։ Լարված պայքարում Լիլիթ Մկրտչյանը հաղթեց մրցակցին ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։ Ես կատարել եմ այն ինչ որ տարիներով երազել եմ։ Գոհար Հարությունյանը, որ երկրորդ տեղ է գրավել իմ ընկերուհին, իր պապիկի երազանքն ա եղել, մարզիչի երազանքն ա եղել այստեղ Եվրոպա անցկացնել, հնչեցնել Հայաստանի հիմնը ու հաստատ ինքը հիմա կհպարտանար նրանով, որ երկուսով կանգնած ենք պատվահարթակին։ Մինչ մրցաշարի եզրափակիչ մրցաշար ես Գոհարին ասացի, որ մենք պետք է լինենք եզրափակում իրար հետ ոսկե մեդալի համար, ու մենք արեցինք դա։ 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Գոհար Հարությունյանը արծաթից չի տխրել։ Նշում է, ամենակարևորը ոսկին մնում է Հայաստանում։ Շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ մեր իսկ երկրում բարձրանալու է մեր հայկական դրոշը, ինձ համար միևնույն էր արդեն ով կհաղթի։ Ճիշտն ասած, կիսաեզրափակիչը ավելի լարված է անցել, քան եզրափակիչը, քանի որ ես իմ ընկերոջ հետ էի կրակում եւ ինձ համար դա մեծ պատիվ էր։ Հայկական եզրափակիչ ունեցանք նաև նույն ձևի երիտասարդների պայքարում։ Այստեղ արդեն երիտասարդ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Անահիտ Սարգսյանին, որի համար սա առաջին Եվրոպայի առաջնությունն էր։ Մենք արծաթե մեդալներ նվաճեցինք նաև վազող թիրախ մրցաձևի կանանց թիմային պայքարում։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։